Կատնարատ համայնքի բնակչությունն ինչքան է։ Չէ, ուղղակի գալիս է, գալի չի պստում, դրա համար եմ հարցնում։ Սիրելի կատնարատցիներ, Հայաստանի Հանրապետության իրավատեր հպարտ քաղաքացիներ։ Ողջունում եմ ձեզ, շնորհակալ ենք այս ջերմության համար, սա մեծ պատիվ է, խիստ պարտավորեցնող է և ուզում եմ ձեզ վստահաբար ասել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմը երբեք չի մոռանա այս ջերմությունը, ձեր վստահությունը մեզ միայն ուժեղացնում է։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ը կարևոր հանգրվան է Հայաստանի Հանրապետության համար։ Այդ օրը դուք պիտի որոշեք, քվե եք տալիս ռոբասերժական կլանի մնացուկներին, թե վերահաստատում եք ձեր իշխանությունը։ Շատ կարևոր է, որ մենք ճիշտ որոշում ընդունենք, քանզի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Հայաստանում հաստատել է խաղաղություն։ Մեզ անհրաժեշտ է, որպեսզի դուք նեցուկ լինեք մեզ, լեցուկ լինեք վարչապետ Փաշինյանին, որպեսզի մենք խաղաղությունը դարձնենք հարատև։ Մի կողմ վարչապետ, 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 մի կողմ վարչապետ։ Ուրեմն ես պատահական չեմ նշում ռոբասերժական կլանի մնացուկների մասին։ Դուք գիտեք, որ նրանք հիմա էլ ներկայացել են պատերազմի եռագլուխ կուսակցության դեմքով և ուզում են մոլորեցնել մեր հանրությանը և մեզ վերադարձնել անցյալ և մեզ տանել, մեր պետականությունը տանել, մատաղանել կայսրությունների շահերի համար։ Թույլ չենք տալու։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացի, վերջին 5 տարիներին մեր քաղաքական ուժը, մեր կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը հսկայական աշխատանք է կատարել մեր քաղաքացու կյանքը ավելի լավը դարձնելու համար։ Մենք մտնում ենք գյուղեր ասֆալտապատ ճանապարհներով։ Տարիներ առաջ մենք կարևոր որոշում ընդունեցինք և ասֆալտապատեցինք 14 կիլոմետրանոց այս հատվածը, որը ձեր գյուղը կապեց ասֆալտապատ մայրուղիներին։ Սա շատ կարևոր էր։ Ու հիմա ես տեսնում եմ, թե ինչպես եք դուք դա գնահատում։ Շնորհակալ ենք։ Ով է բաժնում։ Այն վաղ, ճիշտ է։ Չէ, կտոր-մտոր ասֆալտել էին անում, որ խաբեին, դրան պիտի անդրադառնամ։ Ինչի են հիմա, խնդրեմ, են հսկա դպրոցին նայեք, են հսկայական դպրոցը պիտի դառնա այս սիրուն բալիկների համար, կրթօջախով կեր պիտի դառնան մեր պետության վաղվա ղեկավարները ու ամուր հենարանը։ Նիկոլ վարչապետ, Նիկոլ վարչապետ, Նիկոլ վարչապետ, Նիկոլ վարչապետ, Նիկոլ վարչապետ։ Շնորհակալ եմ։ Ու այստեղ մի կարևոր բան կա, եթե լսել եք, ես վերջին օրերին սրան անդրադարձել եմ։ Սրանք ինչի են մեղվել, որ դպրոց են կառուցում, գյուղերի ճանապարհներն ենք ասֆալտապատում ու բարեկարգում։ Ախր սա հանդիսացել է իրանց բարերար ձևանալու միակ հնարավորությունը։ Հիմա երբ որ պետությունն իր պարտականությունը կատարում է, իրանք էլ չեն կարում երկու գրոշ շպրտելով մարդկանց կաշառելու ձենները առնել, հասկանում եք։ Սա է պատճառը։
Սա է միակ պատճառը, այլ պատճառ չկա։ Սիրելի հայրենակիցներ, վերջին 5 տարիներին մենք ամենամեծ ներդրումն ենք արել Հայաստանի Հանրապետության բանակի վրա։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ամենամեծ ներդրումն է արել 3-րդ հանրապետության պատմության մեջ։ Ես հիմա թվեր պիտի ասեմ։ Ուրեմն երեք պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչներից մեկը ճանաչում եք Ռոբերտ Քոչարյանին։ Ճանաչում եք։ Հասկանում եմ, որ չեք ուզում ճանաչել։ Հասկանում եմ, որ չեք ուզում ճանաչել։ Ինչ ասա ասում։ Խոսում է բանակից, խոսում է Քոչարյան Ռոբերտը։ Բայց լսեք, լսեք։ Լսեք կարևոր բան եմ ասում, ուրեմն սիրելի հայրենակիցներ, 2018 թվականին բանակի բյուջեն կազմել է 640 միլիոն դոլար։ Մեր կառավարությունը 2025 թվականին բանակի բյուջեն դարձրել է 1 միլիարդ 700 միլիոն դոլար։ 1.1 միլիարդ ավելի։ Հիմա իրանց մասին ասեմ, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասին։ Ռոբերտ Քոչարյանը սկսել է երկիրը կառավարել 1998 թվականից։ Ինչեւ 2008-ը կառավարել է մարտի 1-ի արյունահեղությունով այն հանձնել է Սերժ Սարգսյանին։ Ուրեմն 1998-ից մինչև 2018 թվականը 20 տարիների ընթացքում նրանք 5-4 անգամ պակաս գումար են ծախսել սպառազինություն եւ ռազմական տեխնիկա գնելու վրա, քան մենք ծախսել ենք 2022-ից 25 թվականներին։ 3 տարվա մեջ ընդամենը 5-4 անգամ ավելի։ Սա է Նիկոլ Փաշինյանի ու իրենց տարբերությունը։ Նիկոլ վարչապետ, Նիկոլ վարչապետ։